Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մեքենայի միջից էլ չեմ զրուցում, այսպես ձայնագրում եմ, բայց էլի ձայնես համար ներողություն եմ խնդրում, ձայնս կտրվել է, քաշվել է, գնում ենք Երևան, Հովուլից թողեցինք Պարտեզ, ես, Սոնաս, ամուսինս, գնում ենք Երևան, հոնքերիս փոշեդրումը կարեկցիա անելու ժամանակներ արդեն, օրը ի վերցրել, քանի որ ամբողջությամբ թափվել էր, ոչինչ չէր մնացի առաջին արածիցս, դե Լուսինեն ասեց, այդպես պետք է լինի, ձևն է այդպես, հուսանք կարեկցիան կանենք և արդյունքը ստանանք, այսպես ուզեցի ողջունեմ բոլորիդ, լավ որ մաղթեմ, բարի դիտում մաղթեմ բոլորիդ, սիրելիներս, շատ չեմ կարողանալու խոսել, շատ չեմ կարողանալու նկարել, ամեն դեպքում մի կերպ եմ խոսում, քանի օր արդեն այս վիճակն է, չգիտեմ խի գնաց ձայնս ու գնաց, երբ կվերականգնվի, ես դա չգիտեմ, մի կերպ եմ տանել, որ զրուցում եմ, արդեն մի քիչ որ երկար խոսում եմ, վաբշե ակորում ձայնս, հիմա մոնտաժն եմ անում, մոնտաժ անելուց նստել եմ, մի փոքրիկ լարվածություն կա, զգում եք չէ ձայնիս մեջ, որ շնչակտուր եղած եմ խոսում, շունչս նույնիսկ կտրվում է, այսպես եկեք մենք գնանք, սրտիկներս, աշխատեմ նկարահանեմ, ինչքան որ կնկարահանեմ, այդքանը կդիտեք այս անգամ, ներող կլինեք, եթե տեսանյութը կարճ ստացվի, չգիտեմ ինչքան է ստացվելու, ինչքան կնկարահանեմ, թե ոչ, ամեն դեպքում սիրելիներս, ձայնիս համար կրկին ներողություն եմ խնդրում, այսպես վայելեք քաղաքի փողոցները, գիտեմ շատերը կարոտում են, գիտեմ շատերը գրում են շնորհակալ են, որ անջան նկարեցիր, մենք ես մի կողմից ենք, մի տեղն ենք ապրում, կամ տարբեր տեղեր, որ ես նկարում եմ, թեկուզ հենց քաղաքի մեջ իմ հետևորդները, իմ շատ սիրելի հետևորդները շնորհակալություն են հայտնում, որ ցույց եմ տալիս իրենց շատ հարազատ ու կարոտած տարածքները, որովհետև ինձ դրսից էլ են հետևում, ու ես ինքս էլ սիրելիներս, որ թեկուզ ապրում ենք Հայաստանում ու շատ հաճախակի ենք մենք քաղաքում լինում, ես սիրում եմ, որ վլոգներ լինում են, նկարահանում են մեր քաղաքի ճանապարհները կլինի, մեր ցանկացած քաղաքից դուրս, ինչ որ հետաքրքիր վայրեր գնալ, նկարելը կլինի մի խոսքով, ամեն մեկս նկարահանում ենք մեր ձևով, ամեն մեկս մեր կոնտենտը ստեղծել ենք մեր ձևով, յուրովի տարբերվող ու առանձնահատուկ, ես ոնց որ դուք եք առանձնահատուկ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ցույց եմ տալիս Երևան պարկը, ովքեր որ չգիտեն, շատ հրաշալի մի հատ խաղալու վայր է, կարուսելներով, ամեն ինչով ու իր շատ մեծ տարածքով, այսպես, եկեք ես անջատեմ, թողնեմ դուք դիտեք, երևի թե փոքր երաժշտություն կտեղադրեմ, որպեսզի դուք էլ վայելեք վլոգը, խցանումների մեջ կանգնած ենք, տեսնում եք այն կողմից և այն կողմից նկարահանել եմ մեքենաների հոսքը, կանգնած են իրանք ու որտեղ է հասնում, չեք պատկերացնի, նայեք այն կողմը երևում է մեքենաները, նույնը նկարահանել էի, Instagram էի տեղադրել խցանումների այն մի կողմը, ես հենց Instagram-ում տեղադրել էի իստորիան հենց այդ օրը, որ օրը, որ մենք իջել ենք ամսի 7-ին, այսօր ամսի 8-ի գիշերն է, երեկոյան շատ ուշ ժամ է, ես մոնտաժ եմ անում ձեզ համար սիրելիներս, որպեսզի վլոգ ունենաք ալիքում
սիրելիներս, արեցինք, վերջացրեցինք, սա էլ կոլեկցիայի վերջնական տեսքը, դուրս շատ է եկել, սիրելիներս, շատ կուզեի, որ ինքը հենց այսպես պահպանվեր, բայց ցավոք սրտի այնպես չի, որ հենց այդպես էլ մնալու է, սա նորից կրկին անգամ թափվելու է, բայց գոնե մի քիչ պահպանի իրա տեսքը, որովհետև այս անգամ մի փոքր ավելի մուկ ասեցի անիգույն է, որպեսզի թափվելուց հետո էլ ինչ-որ մի քիչ չնչին մաս մնա, այսպես, տուն ենք գնում արդեն, տուն չենք գնում, ներողություն, Սոնաս հայրիկի հետ դիմացն է նստել, մենք լիքը տեղեր ենք գնում, թե Փետակ ենք մտել, թե Սուրմալու, հետո այնտեղից գնացել ենք շինարարներ, մի հատ լավ խանութ կար, այնտեղից բան ունեի վերցնելու, վերցրել եմ, գնացել ենք Դավթաշեն, Դավթաշենից նոր գնացել ենք Աշտարակ, շուրջ երկրաճանապարհորդություն ենք կատարել, շատ տեղեր ենք մտել, շատ հավես գնումներ ենք կատարել, այնպես որ շատ հավես օր ունեցանք, հասել ենք այն պահին, որ արդեն տանը նկարը հանել եմ, տանը կխոսեմ այդ մասին, այսպես, սա հիմա մենք գտնվում ենք Փետակի ներսում, ճիշտն ասած բան էի ման գալիս, սակայն չգտա, այդպես թողեցինք, Փետակից դուրս եկանք, չգիտես ինչու չկար, միշտ լինում է, այն որ շատերն են տանում, Փետակից նույնիսկ վաճառողները, վերավաճառողները, բայց Փետակում ես չգտա այն, ինչը որ ուզում էի այդ պահին, ուտելիքի հետ կապված չի, հագուստի հետ կապված չի, մի խոսքով սիրելիներս, այսպես, ամեն դեպքում ինչ ահագին գնումներ կատարել ենք, շատ հավես գնումներ ենք կատարել, որոշ բաներ, որ ուզում ենք գնեցինք, որոշները չկար, չգնեցինք, կամ մեզ համապատասխան չէր, այսինքն մեր սրտով չէր, հետո թողեցինք հետոյի, չնայած սրանից հետո էլի շատ խանութներ ենք մանեկել, եկեք նորից անջատեմ, տեսնեմ էլ որտեղ կհանդիպենք սիրելիներս, չնայած որ այստեղից երևի անմիջապես հետո մնացած տեղերը էլ չեմ նկարահանել, հիմա երևի թե գալու ենք, այո, արդեն Դավթաշենի խանութի մեջ ենք, այստեղ Սոնաս բոթազներ էր փորձում, բայց իր ուզած բաները նորից այստեղից չգտանք, շատ լավ տեսականի ունեի, շատ գեղեցիկ տեսականի ստացեն նորույթներ, չնայած դպրոցական տեսականիները դեռ կստանան ու կստանան, եկեք մի փոքրիկ էլ այստեղ նկարահանումներ կատարեմ, դուք էլ դիտեք սիրելիներս, սիրելիներս, տուն եկանք հասանք, ճանապարհին չեմ նկարել, շատ տեղեր չեմ նկարել, շատ շոքեր, շատ հոգնած ենք, հոնքերս արեցի, կոլեկցիայի ժամանակներ, արեցինք, եկանք, այսպես,
տեսնենք ինչքան կպահպանվի, այսինքն ինչքան կմնա, որովհետև այն մի արածը ասում է ձևն ա տենց ամբողջությամբ ինքը թափվել էր, ձայնիս համար ներողություն եմ խնդրում, ձայնս կորել ա, քաշվել ա, հոգնած ենք, եկել ենք տուն, բայց չեմ փոխվում, մի հատ սուրճ խմենք, ճիշտն ասած պլաններ ունեինք ընդեղի հետ կապված, որոշեցինք գանք, հովին էլ վերցնենք, նոր իջնենք քաղաք, ուզում ենք երեխեքին վերցնենք, իջնենք քաղաք բալես փագի է տուրը դղկում արևս, գնանք ինչ-որ միտեղ, իրանք ժամանակ անցկացնեն, հաց ուտեն, գանք, բայց տեսնեմ, ես հոգնած եմ, ես չեմ ուզում, երեխեն ա ուզում Սոնը, տեսնենք ոնց կլինի, բայց ես ուզում եմ մնանք տուն այսօր, որովհետև շատ հոգնած եմ, որոշեցինք մտնենք մենք, ես ամուսինս, Սոնը ասեն էլ չէ, որ հետո փոշմանեցինք, որ առանց հովուլի չարժե, ամեն անգամ նենց ա լինում, որ շատ տեղեր հովուլը բացակայում ա, պետք չի տենց էլ անել, ամուսինս ասեց, որ պետք չի առանց երեխու, միասին որոշեցինք, որ գանք հովին վերցնենք, նոր իջնենք, բայց քանի որ եկանք հասանք տուն, անտանելի շոկ էր նախ ճանապարհներից, քաղաք գնում գալիս ես արդեն ինքնստինքյան էներգիա զրոյանում ա, սպառվում ա, հեսա դուրս կգանք, կգնանք երևի թե բան կպատվիրենք, այն օրը հյուրեր ունեի, պատվիրել էի, չեմ կիսվել ձեզ հետ, շատ համով գրիլ էր պատվիրի ամուսինս բերե, բլեչով, ամեն ինչով իրա, ենքան համով էր, դուրներս եկավ, բոլորս ենք կերե, հիմա երևի թե կգնանք կպատվիրենք, կգնանք հովից կբերենք ու կգանք տուն մեր տանը արդեն, հաց կուտենք ու կհանգստանանք, այսօրվա համար երևի թե այսպես այսքանը, որովհետև արդեն իմ վրա էներգիա չկա, որ ես իջնեմ, մի հատ էլ հասնեմ քաղաք, երեխեքին տանենք խաղալու զբաղվեն, թող մնա արդեն դա մեկ ուրիշ օրվա վրա կթողենք, որ գնանք մեր համար ժամանակ անցկացնենք, այսինքն գնանք ուղղակի ժամանակ անցկացնելու, ոչ թե այսպես խառը բաներ անելու, նոր գալու, մի խոսքով գնացել ենք, հոնքերս արել ենք, խանութներ ենք լիքը մտել, գնումներ ենք կատարել, փեթակ մտանք, Սուրմալու մտանք, քաղաք եկանք, Դավթաշենի ընդեղ բանում էլ, քաղաքում էլ ուրիշ խանութներ մտանք, Դավթաշեն, եկանք լիքը գնումներ ենք կատարել, եկել ենք մի խոսքով, որ մի տեղից մի տեղը շարժվում իջնում ես, հետո գալիս ես, հետո նորից ու տենց հոգնում ես, քանի որ չեմ նկարել այնպես, ասեցի մի փոքրիկ տեղեկացնեմ այսօրվա մեր արած անելիքները, այսօրվա վլոգը չգիտեմ սա այսպես կթողնեմ ալիքում, թե շարունակություն կտնեմ կամ ոնց կանեմ, ամեն դեպքում սիրելիները շնորհակալ եմ դիտելու, բաժանորդագրվելու, մինչև վերջ իմ կողքին լինելու համար, շնորհակալ եմ բոլորիցդ շատ, ձայնս էլ շատ քաշված է, եկեք երկար չխոսեմ, անջատեմ ձեզ բարի դիտում, լավ օր, դուք էլ գնահատեք, թե ինչպես ստացվեց, դե առաջի անգամ արդեն տեսել եք, հոնքերս սա էլ կարեկցիան, ինքը էլի թափվելու է, նես չի, որ էսի սենց կմնա ու կմնա, ես շատ կուզեի, որ ինքը սենց մնար, ուղղակի ինքը թափվում է, չգիտես, հետո ստացվում է, որ ոչինչ ոնց որ առաջ չլինես, բայց դե տեսնենք կարեկցիայից հետո ինչ կմնա տակը, էլի, տենց ասեմ, գոնե մի բան մնա տակը, որ երևա, որ ինչ-որ մի բան արել ես, արդյունք կա, էլի քո արածի վրա փոփոխություն կա, արդյունք կա, պաչիկներ բոլորիդ, եկեք անջատեմ, էլ չեմ կարողանում խոսամ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգներում, պակա-պակա։ Ահա զանգեցինք, պատվիրեցինք, պատվերը պատրաստ էր, տուն չառաքեցինք ինչի համար, որովհետև դուրս եկանք ամուսնուս հետ, գնացինք հովուլիս վերցրեցինք, նոր եկանք մեր պատվերը վերցրեցինք, եկանք կարտոֆիլի պլեջա, սոխա, խորոված արած և հավի գրիլը շատ համեղ ա, ոնց որ ասեցի, ինչ շատ լավ հյուրեր եմ ունեցել մի քանի օր առաջ,
Այսպես պատվերներ էինք կատարել, որպեսզի պատրաստի սնունդ լիներ, քանի որ անակնկալ ձևով էին եկել, դուրները շատ էր եկել, նորից ենք փորձում, դրա համար ասում եմ, որ շատ լավն է, շատ հավանել ենք սիրելիներս։ Այստեղ ոնց տեսնում եք, ամուսինս խանութ մտավ, հովուլից որ վերցնում ենք գայինք, մտավ էկլերներ, ինքը էկլեր շատ է սիրում, իսկ ես թամբալացել եմ այս վերջերս, չեմ թխում, բայց ոչինչ, սիրելիներս շատ շոկ ա լինում և ժամանակի առումով չեմ հասցնում, այսպես շատ հարմար է, այստեղից շատ ենք վերցնում այս էկլերներից, կրուասաններից, ուրիշ խմորեղեններ էլ, այսպես բերել է, սրանք վերցրել է, որ սուրճ խմենք, սուրճը խմեցինք, մեր հացը նախ համով կերանք բոլորս, հետո էլ մեր համար սուրճ խմեցինք, եկեք անջատեմ, շնորհակալ եմ դիտելու համար սիրելիներս։